Սիրելի Իջևանի բնակիչներ, այսօր ապրիլի 7-ն է և Աստծո կամքով այսօր ուզում ենք տոնել մի տոն, որ Աստծո տոնն է, որ կոչվում է Զատիկ։ Այսօր տա Աստված, որպեսզի ամեն ոք հասկանա ինչ է Զատիկ։ Այսօր տա Աստված հնարավորություն ամեն մեկիս մտքերը բացելու, մեզ հասկացնելու, որ Զատիկը արարողություն չի։
այլ զատիկը մի օր է, որ մարդ կարող է կյանք ստանալ Աստծուց։ Որ զատիկը ձուն երկել չի, այլ զատիկը սիրտ բացել Աստծո առաջ, մարդու էություն ներկայացնել Աստծո առաջ, նա որ ճանաչում է ամեն մեկիդ, որ ստեղ ներկա եք, դեռ մանկուց, որովհետև դա ասում է Աստվածաշունչը, նա որ մեզի ճանաչում է, մեզ գիտի, այսօր նա հնարավորություն է տվել, որ ամեն մի հնարավորություն իրենից է, որ մենք այսօր բացենք մեր սրտերը իր առջև, դավանենք իրան որպես Տեր, տնօրեն մեր կյանքի ու էության։ Փառք Տիրոջը այսօրվա այս հնարավորության համար ես կխնդրեմ, որպեսզի բոլորս էլ ոտքի վրա Հայր մեր աղոթքով գանք այն Աստծո առջև, որ երկինք ու երկիրը արարել։ Միգուցե դու իրան չես ճանաչել քո կյանքի ընթացքում, բայց ինքը քեզ ճանաչել է, այսօր ուզում է դու կանգնես իր առջև։ Այսօր դու իրան ասես Տեր, իսկ ինքը քեզ ասի որդիս, փառք իրան, գանք։ Ով Հայր մեր, որ երկնքում ես, քո անունդ սուրբ լինի, քո կամքդ լինի, ինչպես երկնքում, այնպես երկրից վրա։ Ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ու ներիր մեր բոլոր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, մեզի փորձության մի տանի, այլ մեզի չարից փրկի, որովհետև քոնն է թագավորությունը, քոնն է զորությունը, քոնն է փառքը։ Այսօր քո զատիկի դույսը, քո զատիկը տարածես մեր ամեն մեկիս վրա, փառք քեզ։ Խնդրում ենք Տեր, քո սուրբ հոգով, քո հրեշտակներով ներկա լինես այս վայրի մեջ, մաքրես սրբես այս տեղանքը Տեր, քո աստվածային լույսով։ Եվ խնդրում եմ այսօր նորանոր անուններ գրես քո կենաց գրքի մեջ և շատերի համար այսօր լինի վերստին ծնուն, հոգևոր առաջի կյանք, փառք քեզ։ Շնորհակալ ենք քո ներկայության համար, փառավորվես Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հալելույա։ Աստված օրհնի։
Մենք հավաքվել ենք Տիրոջ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ եւ ես ձեզ ուզում եմ շնորհավորել այդ տոնի կապակցությամբ։ Այժմ Տիրոջ ողորմությամբ ես ուզում եմ ձեզ համար կարդալ Սուրբ գրքից 146-րդ Սաղմոսը։ Ոճը կորնեմ ես իմ կյանքումը, իմ Աստծուն սաղմոս կասեմ, քանի որ կան։ Մի հուսակ իշխաններին, մարդի որդին, որի մոտ փրկություն չկա։ Անոր հոգին դուրս կգա, նա դեպի իր հողը կդառնա։ Նույն օրը կկորչեն նրա խորհուրդները։ Երանի նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, որ նրա հույսը իր Եհովա Աստծու վրա է։ Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու նրա մեջ եղած ամենը, որ հավատարմություն է պահում հավիտյան, որ իրավունք է անում զրկվածներին և հաց տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին, Տերը բանում է կույրերի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկնածներին, Տերը սիրում է արդարներին, Տերը պահում է պանդուխտներին, նա ընդունում է որդին և որդևայրին, բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է։ Տերը կթագավորե հավիտյան, քո Աստվածը ով Սիոն ազգ է մինչև ազգ, Ալելույա։ Արդ քեզ արժանի նախատինքների ինչ խոսքեր գրեմ, մաղթանքներիս այս կտակավացյան ողբերգության մեջ ով անձնին թշվար, իսկ բար անպատկար, պատասխան տալու համար անբարբար, անպիտան, Աստծո և սրբերի հետ հաղորդակցվելու, զիեթե միլիչ, ծուղերը նույնիսկ թանակի փոխեմ, թե բազմասպարես դաշտերն իրենց ողջ անսահմանությամբ դարձնեմ մագաղատ և եղեգների շամբը բուրակներ, անտառներն ամբողջ կտրելով միայն գրիչներ շինեմ, դարձյալ չեմ կարող բարդաված իմ անթիվ ամորինության մի չնչին մասնիկն իսկ գրիորը։ Եթե անգամ ողջ մայրի անտառներն այն Լիբանանի, զոդելով դարձնեմ կշերքի լծակ, և մի նշարին իբրև կշռաքար, Արարատները դնելու լինեմ, դարձյալ չի կարող, նա իր ծանրությամբ իջնելով հասնել, համազուգակցել ու հավասարվել մյուս նշարի անձանքից սրտերը։
հանդեսություն Գոդյան երկնավոր թակավոր պարքի Քրիստոս արարիչ խոստովանված կյան Տիրություններն ու վրեպումներն այս բազմող խաչին Բալբամասյանի ամենազոր քո խոսքով լրացած մատուցիր որպես հաճելի ախերձ երկնավոր քո հոր Առնելով իմ տեսքն ինձ համար, անեծքից աներ փորձություններին քեզ ենթարկեցիր, բարեխնամող տեսուչ համայնի, թե երկնքում և թե երկրի վրա, եթե հանձն առար ինձ համար մեռնել Աստված բոլորի, դաժանավորից տվայտանքներին, մեզնից ստացած ազգակից մարմնով, մերապարտից տեղաղոթելով միշտ հորդ փառագից, որքան առավել և այժմ պիտի հաճես կարեկցել։ Thank you.
կորածներին համբերություն, որ ամենարվեստ քո իմաստությամբ ստվերը մահվան այգի ես փոխում, աննվաստ ծագում, անմուտ արեգակ, քանզի անզոր է մութը գիշերվա ծածկելու փառքը մեծիդ էության, որին ծնրադիր երկրպագում են էակները ողջ, երկնավորներն ու երկրավորները, բնակիչները սանդարամեծան, ում կնդրում ես միշտ դու կապյանների հեծածանքներին և խնդրանքներին և խոնարհների աղոթքին լսում և ընդունում նրանց խնդրանքները առքեզ։ Աստված իմ Աստված, կյանքիմ, թագավոր ու տեր, հույսիմ, ապավեն և վստահություն, Հիսուս Քրիստոս, Աստված համայնի, Սուրբ, որ հանգչում է սրբերի ոգում, շտաբեկների մխիթարություն, խավարան բոլոր մեղանչոցների, որ ամենայն ինչ գիտես դեր նրանց լինելուց առաջ, հիշի պահապան զորությունն աչիդ, փրկիր գիշերվա երկյուղից խավար, փրկիր չարտևից, որ հիշատակը քո սոսկալի սրբազան անվան, համբուրելով հոգևոր շուրթերով, շնչի զանցկությամբ, ապրեմ պահպանված բոլոր նրանց հետ, որոնք կանչում են քեզ ամբողջ սրտով ամեն։
Հարություն տվիրից, ամանժանից, քո մեծ վեհությամբ, քո պայծառությամբ լուսավորեցիր իմ խավար հոգին, երկնային արքա, քո աստվածային ուժով զորավոր, դու պատճառ դարձար մարդկանացուիս վերածնմանը, ինձ էլ դարձրիր հավետ մասնակից, քո հարությանը, այսուհետ կասեմ, իմ սրտիս վրա Աստծո գլիքն է, իմ սրտիս վրա միայն ու միայն փառավորյալ է ու վեհափառ է, ինչքան էլ ապրեմ ես այս փուչ կյանքում, ինչքան էլ քայլեմ ես այս փուչ կյանքում, գիտեմ ես մի բան, որ իմ փրկչինն է, և իմ կյանքովս իրեն նվիրվեմ, թե ապրեմ էլ ես միայն Տիրոջն եմ, թե մեռնեմ էլ ես միայն Տիրոջն եմ, հարություն առած, հարության փրկչիս, հարություն տված, անգին զավակն եմ։ Սիրելի Հիսուս, ինչպես գոհանամ քո սիրո համար, և խոսքերի շոխությունը աղքատուքիչ ու ճնչիմը, մեծիդ մեծության դիմաց, Տեր իմ ինչքան գոհության խոսքեր շռայլեմ, ինչքան պերճ ու ջան խոսքեր նվիրեմ, դարձյալ տվեն եմ հոգուց ջերմակի ձեռացի դիմաց, հոգուցս բխար դրախտիքի խոսքերը տան, էլի շատ քիչ եմ, շատ ու շատ քիչ եմ, արածի դիմաց, Աստված իմ, ես ոնց գոհանամ, որ դու չնչին չլինեմ դման։ Իսկ
եմ ասեմ, որ չմնաք հետ, և հոգով լեցնեք ամբուսակ։ Ես եկան կրկին հոգով ասելու, որ ուշ ստանա թուլացած ձերքը, նողդոջում ծունկը դառնա զորացած, թուլացած սիրտը դառնա զորացած, խոնավ աչքերը դառնան չորացած։ Ես եկա կրկին հոգով ասելու, Հիսուսին բերենք մեր սիրտը խոցված, Հիսուսին բերենք մեր սիրտը գոցված, պատերենք մեր սիրտը խոնարհվելով ցած, և որ չքայլենք մեր ջանքով անցած։ Ես եկա այսօր քեզնից լսելու, դու ուրախացար ով Աստծոս իմ հոր, այն փաստից որ լսեցիր այսօր, որ շուտով պիտի երկինք սլանաս, հավերժ Հիսուսից զորքին միանաս։ Եթե այդպես է, եկ քաջալերվենք, Հիսուսի ձեռքից բռնենք ու քայլենք, նա չի թողնի մեզ, որ իզուր հուզվենք, Պետրոսի նման շփոթվենք, խզվենք, Պետրոսի նման երբ արտանանք, երբ նա նայի մեզ, մենք կսպաստանանք, իջնենք արցունքի ծորը փոթորկված, այնտեղից կերմենք, փշրված, փրկված, թե բոլոտվել ենք աշխարհի ախտից, թե որ բոքվել ենք բողոքել բախտից, թե մրոտվել ենք ու մեզ վնասել, հիշենք սուրբ խոսքը մեզ ինչ է ասել, հիշիր, որտեղից դեպի վայր ընկար, ջրակի նման վառվեցիր հանգար, Հիսուսին դիմենք բոլոր դեպքերում, նա մեզ սիրում է, հորդորում, ներում, նրա փրկարար շնորհքով նորից, վեր ելնենք մահվան ահավոր ձորից, եկել եմ կրկին հոգով ասելու, որ բախկոտները չեն ազատվելու, ու շամն է հիմա հոգով լեցվելու, Հիսուսով նորից քաջալերվելու, վառանայրունով նորից սրբելու։ Դե ելնենք հագնենք Աստծո զենքերը, և կոշիկ հագնենք բոբիկ ոտքերը, թող հագնենք Տիրոջ տված շորերը, քանզի գալիս են մեր փրկիչները։ Գալիս մեր Տերը փառած, գալու է շուտով հոր փառ քաղաքած, հրեշտակային երգերի շուքով, հրեշտակների երգերի շուքով, փրկիչն է գալիս Աստծո գահների, ամեն։ Հաղորդում
քարազի մայլ ճոխության մեջ բարձացնել է։ Տեր, գաղաչը, լծրու շուրթերս կոցնձությամբ, որ գողությունից այրվեմ ու խայտեմ, լծրու սիրտս կավեր կրացում քարավ, որ ներկայությունով ես մախմթարվեմ։ Սրտիս մեջ քո սուրբ սիրտը բաբախի ու կուսեմ, որ միշտ հագուց մեջ քո սուրբ հոգին առկայծի Տեր, քո հոգով սին հագուց մեջ քեզ ըմբաշխնեմ կուզանգես Տեր, քո հոգով սին հագուց մեջ քեզ հմփուրեմ Քեզ գուրգուրել կուզանգես Տեր, միայն քեզ, հենց միայն քեզ
Աստծուն, սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր հնարավոր է, որ կան մարդիկ, որ հենց նոր են եկել, չգիտեն այս հավաքույթի նպատակը, այսօր ապրիլի 7-ն է, և մենք տոնում ենք Տիրոջ զատիկը։ Որտեղից առաջացավ զատիկը։ Ինչից առաջացավ զատիկը։ Զատիկը ունի շատ հին պատմություն, շատ հին։ Զատիկը մարդիկ տոնել են, հենց մեր թվարկությունից առաջ էլ տոնել են այդ տոնը, բայց ինչու համար։ Զատիկը առաջ է եկել Իսրայել ժողովուրդից։ Մի ժողովուրդ, որի տերը և տնօրենը եղել է Աստված։ Որոնք ունեցել են մեծ հավատքի հայրեր։ Բայց և այնպես այս ժողովուրդը գտնվում էր ստրուկության մեջ Եգիպտոսի երկրում։ Երկար տևեց նրանց ստրուկությունը։ Նրանք շատ միջոցներ կիրառեցին, որ այդ ստրուկությունից դուրս գան, ազատագրվեն։ Բայց վերջում ելքը տեսան Աստված միայն կարող է այդ գործը կատարել։ Որովհետև նրանք տեսել էին Աստծո զորությունը, որ ամեն մարդկային զորությունից վեր է։ Նրանք տեսել էին Աստծո իմաստությունը, որ ամեն իմաստությունից վեր է։ Եվ դեռ նրանց մեջ կային մարդիկ, որ հավատում ու ապավինում էին այդ Աստծուն, որի անունը Եհովա է։ Աստված ընտրեց մի մարդու, Մովսեսին, որի միջոցով մեծ բազուկով, մեծ զորությունով իր ժողովուրդը ազատագրեց Եգիպտոսի երկրից, և այդ ազատագրման օրը կոչվեց Զատիկ։ Եգիպտացիները չէին համաձայնվում, որ Իսրայել ժողովուրդը այդ լծից դուրս գան։ Նրանք չէին կամենում, բայց եթե մի բան Աստծո կամքն է, այդ բանը պետք է կատարվի։ Աստված ասավ. թող ամեն մարդ իր ընտանիքի համեմատ մի կառ մորթի, և ամենակարևորը այդ կառը պետք է անարատ լինի, առանց որևէ արատի։ Եվ կառան արյունը օգտագործի տան սեմերին քսելու, տան դռան կողքերից քսելու, որովհետև ասավ, այս գիշեր իմ սատակի հրեշտակը պետք է անցնի, և ամեն տան մեջ սուգ պետք է լինի։ Եթե արյունը տեսնի, վրայով պետք է անցնի։ Ամբողջ Իսրայել ժողովուրդը լուր տվեցին մեկը մեկու, որ այս գիշեր Աստծո սատակի հրեշտակը պետք է անցնի, և ամեն տան մեջ առաջ մեկը պետք է մեռնի, անասունից էլ սկսած։ Մեկը մեկու լուր տվեցին, և Աստծո ուզածը կատարեցին, ամեն մեկը մի կառ առան, եթե կառ էլ չճարեցին, ուլ առան, մորթեցին, միսը այդ գիշեր խորովեցին կերան, ինչպես Աստված էր պատվիրել, իսկ արյունը դռան վրա քսեցին տան դրսի կողմից, ին նշան հրեշտակի, որ այդ տունը Աստծո տունը, որ այդ տունը փրկության տունը, որ այդ հրեշտակը իրավունք չունի այդ տանը կպչելու, որովհետև Աստծո պատգամը կատարած տունը։ Եվ ինչ եք կարծում, Աստծո ասածը կատարվեց,
մարդիկ պատրաստվեցին, Աստծո կամքը կատարեցին, եւ այդ օրը եղավ զատիկ, ազատագրում։ Մարդիկ ազատագրվեցին լծից, դառնությունից, տառապանքից, ցավերից եւ բռնեցին կյանքի նոր ճանապարհ դեպի Քանանի երկիրը, որտեղ ավետարանը Աստվածաշունչը վկայում է, որ մեղր ու կաթ բխող երկիր էր։ Բնությունը ամեն բան տալիս էր առատապես։ Աստված այդ երկիրը նախապատրաստել էր իր ժողովրդի համար, որ իր անունը կկանչեն, իրան կճանաչեն եւ իր կամքը կկատարեն։ Իհարկե ժողովուրդը մեծ փորձության ենթարկվեցին այդ ճանապարհի մեջ, բայց Տերը ասավ. «Սա լինի կանոն քո ժողովրդին, որ երբ որ դուք դուրս կգաք Եգիպտոսից, ձեր մատաղ սերունդին բացատրեք, որ այսօրը Աստված մեծ բազուկով, մեծ հրաշքներով իր ժողովուրդը ազատագրեց Եգիպտոսից, եւ ամեն տարի, ամեն մարդ զատիկ կատարի, տոն կատարի փրկության համար, որ այդ օրը Աստված փրկեց։ Եվ Իսրայել ժողովուրդը ամեն տարի այդ տոնը կատարում էր։ Եվ մեզ հայերիս սիրելի Աստծո ժողովուրդ բախտ վիճակվեց Աստծո ժողովուրդ դառնալու եւ նույնիսկ այս տոնն էլ չձգելու, այլ կատարելու, բայց հարց հացակում։ Մեր թվարկությունից առաջ Աստված զորությունով Իսրայել ժողովրդին ազատագրել է։ Հապա այսօր ինչու են հայերը տոնում զատիկ, չէ՞ որ Իսրայել ժողովրդին ազատագրեց, ոչ թե հայերին։ Ինչու են հայերը զատիկ անում։ Մեր թվարկության սկզբից առաջի տարում 33 թվին ապրիլ ամսին Աստված նորոգեց իր ազատիկը։ Աստված նորոգեց իր ազատիկը։ Այդ օրն էլ ինչպես միշտ Իսրայել ժողովուրդը զատիկ էր անում։ Զատիկ էր տոնում, ազատագրության տոնը։ Բայց տեսնենք թե ինչ զատիկ էր դա, որ Աստված նորոգեց իր ազատիկը։ Իսրայել ժողովուրդը տոնում էր զատիկը եւ ըստ Աստծո տված պատգամի ամեն տարի ապրիլ ամսին ամեն մեկը իր տան թվականակով մի արու գառ էր առնում, անարատ մորթում էին եւ տոնում էին զատիկը։ Նրանց համար, Իսրայել ժողովրդի համար սա էր զատիկը, ուրիշ զատիկ գոյություն չուներ։ Ուրիշ զատիկ գոյություն չուներ։ Նրանք տոնում էին իրանց փրկությունը, որ Աստված դարեր առաջ փրկել է իրանց հայրերին ծառայության լծից։ Էլի եմ ասում, Աստված նորոգեց իր զատիկը եւ 33 թվին Հիսուսը իր ամբողջ միսիան կատարելով, դուք լսել եք Հիսուսի մասին, Աստված որ իր որդին ուղարկեց աշխարհ որ կամքը կատարելու մարդկանց օրենքից տալու, նոր տալու, բանի նոր տալու փրկության համար, նոր զատիկի համար, զատիկի նորոգության համար, որ այս զատիկը որ դուք տոնում եք, դա ես համար ավանդություն է մնացել, որ դա չի կարող մարդուն փրկել, որ դա մարդուն մի օգուտ տալ չի կարող,
Միայն մարդը կարող է մորթել, ուտել, կշտանալ, էլի սովել։ Հիսուսն էլ իր աշակերտների հետ պատրաստվում էր զատիկի։ Եվ կարդում եմ Մարկոս ավետարան 14-րդ գլխի 12-րդ խոսքից։ Եվ բաղարդ շակերած առաջին օրը, երբ որ զատիկի գառը մորթում էին, նրա աշակերտները նրան ասացին. Ինչ տեղ ես կամենում, որ գնանք պատրաստենք, որ զատիկը ուտես։ Իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց նրանց. Գնացեք քաղաքը եւ մի մարդ կպատահի ձեզ, ջրի կուշ տանող, նրա ետևից գնացեք։ Եվ ուր որ մտնե, այն տան տիրոջը ասեցեք, թե վարդապետն ասում է, ուր է այն իջևանը, որ զատիկը ուտեմ աշակերտներիս հետ։ Եվ նա մի մեծ վերնատուն ցույց կտա ձեզ, սարքված, պատրաստ, այնտեղ պատրաստեցեք մեզ համար, եւ նրա աշակերտները ելան ու եկան քաղաքը, գտան ինչպես նրանց ասեց եւ զատիկը պատրաստեցին։ Դա հիշեցնեմ, որ Տեր Հիսուս Քրիստոս վերջի զատիկն էր կատարում, վերջի տոնն էր կատարում, եւ գիտեր, թե դա ինչ տոն է, բայց մարդիկ չգիտեին։ Հիսուսը մոտեցավ մի կնոջ ասավ. ով կին, դուք պաշտում եք նրան, որին չեք ճանաչում։ Մենք պաշտում ենք նրան, որին ճանաչում ենք։ Աստված կամենում է, որ դու առաջին հերթին ճանաչես իրան, նոր պաշտես։ Եթե չես ճանաչում, ո՞նց կարող ես պաշտել։ Ուրեմն ամեն բանից առաջ պետք է ճանաչել։ Ամեն բանից առաջ պետք է հասկանալ ինչ է զատիկ, նոր ուխտի զատիկ։ Ինչ է զատիկի նորոգությունը, որովհետև հները անցան գրված է, ամեն բան անցավ։ Ես իմ նոր ուխտը պետք է հաստատեմ իմ ժողովրդի հետ, ասում է ամենակարող Տերը։ Ամեն մարդ իր գառն էր մորթում, իր ճաշն էր պատրաստում, իսկ Հիսուսը իր անձն էր բերել աշխարհ, մորթելու, անուշահոտ պատարակ անելու նրանց համար, ովքեր ի սրտի կընդունեն զատիկը ոչ թե մարմնի փրկության, այլ հոգու փրկության։ Սա է նոր ուխտի զատիկը, գրված է. Աստված այնպես սիրեց աշխարհը, այսինքն մարդուն, որ միջև անգամ իր մինուճան որդին էլ տվեց, որ ով որ նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հովհաննես իր այս ավետարանի մեջ նշում է, որ Հիսուսի խոսքը, որ կա կորուստ, կա փրկություն, Աստված փրկության համար ամեն բան կատարել է։ Իր որդին, որպես մինուճան անարատ գառ զոհել է համայն աշխարհի մարդկության համար, եւ ով որ անոր կհավատա, կփրկվի։ Գրված է, ով որ անոր չհավատա, արդեն իսկ դատապարտված է։ Եվ Հիսուս ասավ. դուք կգաք զատիկը պատրաստելու։ Այսօր դուք դուրս եք եկել զատիկ անելու Տիրոջը, տոնելու մի տոն, որ ավանդություն է ժողովրդի մեջ, որ սովորություն է ժողովրդի մեջ, բայց այսօր Աստված սրտի հոգու ազատություն է ուզում, սրտի և հոգու ազատություն է ուզում, սրտի և հոգու փրկություն է ուզում, որ սա հավիտենական փրկություն է, սա մարդկային գաղափարից վեր է, մեր Աստծո հոգին է այսօր կարող ձեզ բացատրել, ինչ է սա։ Տեր Հիսուս Քրիստոս ասավ, դուրս կգաք եւ կտեսնեք մարդու, որ ջուր է տանում, որ ջուր է տանում։ Տեր ասավ, ինչպես անձրևը թափվում է երկնքից, ոչ հենց այնպես,
այլ հողը արգասավոր անում եւ սերմնա տալիս սերմնացանին եւ պտուղը տալիս ուտողին այնպես էլ իմ բերանից դուրս եկած խոսքը ձեզ անպտուղ չի թողելու ամբողջ ավետարանը Աստծո բերանից դուրս եկած խոսքն է եւ դուք կտեսնեք այդ ջուրը մոտեցեք խմեք այս ջրից ինչպես Տեր Հիսուս Քրիստոս ասավ եթե իմանաս ով է քեզնից ջուր ուզողը դու կարող ես խնդրել եւ նա քեզ կտա հավիտենական կյանքի ջրից եւ դու երբեք չես ծարավի Աստծո խոսքը ջուրը դուք կտեսնեք ջուրը անտարբեր չանցնեք գնացեք ջրի հետևից այն մարդու հետևից որ ունի ջուրը որ կարող է հագեցնել քո ծարավը որ կարող է քեզ կյանք պարգևել քո ծարավ հոգում կյանք պարգևել փառք այն Աստծուն որ այսօր ստեղ է ձեզի կյանք տալու պատրաստեք ձեր տները զատիկ ուտելու ոչ թե մաննավոր զատիկ գարան միս ուտելու այլ Տեր Հիսուս Քրիստոս ասավ ես եմ երկնքից իջած հացը ով որ ինձ ուտի հավիտյան կապի երբեք չի մեռնի ինչ հավիտյան ապրելու մասին է խոսքը եթե մեռնի է հավիտյան կապրի Տեր Հիսուս Քրիստոս զատիկից հետո մահից ու հարությունից հետո երբ որ կանգնեց աշակերտների մեջ ասավ տեսեք կենդանի եմ ես թեև մեռա կենդանի եմ ես ով որ այս հացը ուտի երբեք չի մեռնի աշակերտները պատրաստվել էին վերնատանը հաց կտրելու զատիկը ուտելու տոն կատարելու բայց Հիսուս ասավ ես եմ ճշմարիտ հացը երկնքից իջած հացը ով որ ինձ ուտի ով որ այս հացը ուտի երբեք չի մեռնի հավիտյան կապրի Աստված համայն աշխարհի մեջ համայն դարերի մեջ հաստատել է մարդուն հավիտենական կյանք ոչ հավիտենական դատաստան սա է նոր կյանքի զատիկը սա է նոր փրկության զատիկը որը որ նոր ուխտի զատիկը կատարի պետք է ապրի եւ մահ չպետք է ճաշակի Աստված ասում է մոտեցեք ինձ եւ ես կմոտենամ ձեզ ով մարդիկ փնտրեցեք ինձ եւ կգտնեք փակեք երկնային արքայության դռները եւ այդ դռները կբացվեն ձեր առջեւ երկնքի պատուհանները կբացվեն ձեր առջեւ եւ դուք կտեսնեք Աստծո փառքը ավետարանն ասում է մարդիկ թողեցին Աստծուն հեռացան Աստծուց իրաց մտքով, իրաց կամքով, իրաց ցանկություններով ապրեցին Աստված էլ հեռացավ մարդուց մոտեցեք ինձ եւ ես կմոտենամ իմ բոլոր գաղտնիքներս կբացեմ ձեր առջեւ մոտեցեք ինձ ասում է Տերը եւ ես կմոտենամ ձեզ ինչու եք ասում ինձ հենց այնպես փնտրում ինձ փնտրեք ինչպես փնտրում եք ոսկին ու արծաթը ինչպես տարիներով փնտրում եք ոսկին ու արծաթը երկար ճանապարհներ եք գնում ոսկի ու արծաթ փնտրելու ձեր քունը խափանում եք ձեր առողջությունը վատնում եք ձեր կյանքը փչացնում եք ոսկու արծաթի համար փնտրելու համար ինձ փնտրեք ինչպես ոսկին ու արծաթն եք փնտրել ինչպես շահագրգռված եք եղել ոսկու արծաթի համար փնտրեք ինձ եւ ես կգամ ձեզ
կար մի մարդ, որ անունը Կորնելիոս էր, նա շատ էր փնտրել Աստծուն, նա շատ էր աղոթել Աստծուն, նա շատ էր խոսեցել դիմել Աստծուն, և մի օր մի հրեշտակ կանգնեց իր առջև ասավ. ողջույն քեզ, Կորնելիոս, քո բոլոր աղոթքներդ, քո բոլոր բարեգործություններդ հայտնի եղան Տիրոջ առջև, և Աստված ինձ ուղարկեց քեզի։ Սիրելիս, հիմա դու ինչ վիճակի մեջ որ գտնվում ես, ինչ հոգևոր վիճակի մեջ գտնվում ես, ինչ մարմնավոր վիճակի մեջ գտնվում ես, սիրելի հեռուստադիտող, դու լսում ես այս խոսքերը, այսօր Աստծո ոգին ամեն տեղ է, ամենուր է, այսօր կարող է կպչել քեզ, ազատագրել, և դու այսօր կարող ես նոր զատիկ անել, փրկության զատիկ, միգուցե դու հիվանդ ես, միգուցե դու անկողնու մեջ ես երկար տարիներ, միգուցե դու մեծ հոգսեր ունես, միգուցե դու շատ անգամ դիմել ես Աստծուն, բայց պատասխան չես առել։ Այսօր Աստծո հոգին կամենում է, որ դու էլ մեզ հետ դիմես Աստծուն, փառավորես Աստծուն, ինչպես ժամանակին ոսկուն ու արծաթին ես փնտրել, դու փնտրես Տիրոջը, դու կարող ես գտնել։ Փնտրեք Տիրոջը, նա ամենուր է, դուք նրան չեք ճանաչում, նա ձեզ ճանաչում է, նա ձեզ կարող է ողորմություն անել։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Աստված հավիտենական կյանք է պատրաստել, Աստված նորոգտի զատիկը տվել է, ոչ թե կար, այլ իր որդու Հիսուս Քրիստոսին, և ավետարանն ասում է, դուք անոր վերքերով բժշկվեցաք, դուք անոր արյունով փրկվեցաք, եթե Իսրայել ժողովուրդը մեր թվարկությունից առաջ փրկվեց, գարան արյունը երբ որ սատակի չրեշտակը տեսավ դրան դիկների վրա և դրանց հարված չկպավ, եթե Նոյի օրերի մեջ մարդիկ տեսան տապանը, հրաշարվեցին, բայց Նոյը մտավ տապանի մեջ իր ժողովրդի հետ, իր ընտանիքի հետ, և ով որ մտավ փրկվեց, Աստված այսօր երկրի վրա մեծ տապան է ստեղծել, մեծ տապան է կառուցել առաջի դարում, Հիսուս Քրիստոս տապանը, որ ամեն անոր դավանողը, ամեն անոր մոտեցողը, ամեն անոր Տեր ասողը պետք է փրկվի։ Եվ Տեր ասավ. այս անգամ երկիր ու երկինք պետք է շարժեմ։ Այս անգամ տարերքը պետք է պատի ամենուր։ Տեսնում ենք մի բնություն, որի ժամանակին վայելել են մեր պապերը, մեր պապու պապերը, կյանքը շարունակվել է, եկել է մինչև մեր օրը, այսօր մենք մի սերունդ ենք, որ ծնվել ենք, ապրել ենք, անկախ նրանից որ տարիքի մեջ ես, դու Աստծո կարիքը ունես, որովհետև քո վաղվա օրը չգիտես, Աստված գիտի, Աստված քեզ համար զատիկ է մորթել, գառ է մորթել, ոչ թե անասնական գառ, այլև գառ մեծատառով, Աստծո որդի գառ, որ իր կյանքը տվել է համայն մարդկության համար, որ ամեն անոր հավատացողը կյանք ունենա։ Սիրելի ունկնդիր, այս խոսքը քո համար է, որ դու մինչև այսօր Հիսուսին չես ճանաչել։ Երկրի վրա շատ թագավորներ են եղել, շատ թագավորական սերունդներ են եղել, թագավորներ են, մեծ անուններ, մեծ վաստակ են ունեցել, մեծ գործեր են թողել իրանց հետևից, իրանց գործերն են ավերվել, իրանց անուններն էլ չկա, որ մատաղ սերունդը չգիտի ոչ մի բան։ Բայց սա առաջի դարում ինքը Քրիստոս
իրական դնելու Քրիստոսը միակը որ կարող է քո հոգուն հանգստություն ու խաղաղություն տալ Քրիստոսը միակը որ կարող է քեզ հավիտենական կյանք տալ դրա համար էլ այդ անունը 2000 տարվա մեջ ոչ թե մոռացվեց այլ քանի գնաց ինքան ավելի տարածվեց այդ անունը որ այսօր ամեն մի ընտանիքում լսել են այդ անունը ամեն մանուկից սկսված ճանաչումը Հիսուս Քրիստոս բայց շատ քչերը գիտեն ինչու ասեմ ձեզ որովհետև ինքը մեր փոխարեն իր կյանքն ա տվել ինքը համաձայնվեց խաչի մահը տանելու եւ մեզ ազատագրելու դժոխքի կյանքից հավիտենական կյանք տալու ես ուզում եմ որ ոտքի կանգնենք եւ խնդրենք Աստծո Սուրբ Հոգուն եթե կա ձեր մեջ մեկը թեկուզ 10-ը թեկուզ 20-ը որ ճանաչեցին Քրիստոսին եւ կարող են պաշտել ճանաչելով Քրիստոսին թող առաջ գան թող ամոթ չհամարեն իրանց անձի համար թող առաջ գան աղոթ կբերենք Աստծուն իր համար խնդրենք Աստծո հոգու ներգործությունը խնդրենք զատիկ նոր ուխտի զատիկ որ ինչ կապանքներով էլ կան մարդիկ այսօր Աստծո Սուրբ Հոգին ազատագրի բերենք Տիրոջը խնդրենք Տիրոջը որ ինքը ներգործի ես վայրի մեջ սիրելի հեռուստադիտող դու նույնպես կարող ես դիմել որովհետև Աստծո Սուրբ Հոգին ամենուր է կարող է քեզ այցելություն անել եթե քո սիրտը բացես իր առջև եթե խնդրես իրեն ինքը կարող է քեզ տալ փրկություն ինքը քեզ կարող է բացել իր բոլոր գաղտնիքները եւ բազմաթիվ հոգեվոր ժողովրդի հետ դու էլ կարող ես հոգեվոր մարդ դառնալ որ մեր հոգեվոր մեծ ճանաչված դեմքեր մեծ ճանաչում գտան Աստծո շնորհիվ որ այսօր իրանց անունները կան պատմության մեջ աղոթող մարդիկ էին բերենք բացենք մեր սրտերը դիմենք Տիրոջը Տեր դու ամենակարող ես դու կարող ես ամեն բան անել Սիրո Աստված խաղաղության Հայր օգնական լինես այսօր քո կամքդ կատարելու Տեր
Աստծո Քրիստոսի հետ։ Ես վայելեմ Քրիստոսի ողորմատով քո ողորմություններով։ Հիմա սիրելիներ, մենք ունենք որոշ գրականություն ձեզ համար։ Սա ոչ թե հենց այնպես գրականություն է, այլ սա կյանքի գիրք է։ Նրանց համար, ովքեր այսօր հավատացին Տիրոջը եւ ուզում են ել ավելի ծանոթանալ, ճանաչել Տիրոջը, ճանաչել նրա գործերին, կարդալ ավետարանը։ Թող Աստված օգնական լինի։ Մոտեցեք եւ մենք կտանք ձեզ։